Խեցգետին։ Այսօրը կարող է ձեզ համար սկսվել ներքին լարվածությամբ։ Դուք կզգաք, որ ստիպված եք շատ ժամանակ հատկացնել այն մարդկանց կամ թեմաներին, որոնք իրականում ձեզ հոգնեցնում են եւ չեն ներշնչում։ Շրջապատում կարող են լինել անհարկի խոսակցություններ, մանրուքների շուրջ քննարկումներ, որոնք կխլեն ձեր էներգիան եւ կշեղեն կարևոր գործերից։ Այդ ամենը կստեղծի զգացում, թե օրը արագ է անցնում, իսկ արդյունքները քիչ են։ Զգացմունքային դաշտը կլինի անկայուն։ Տրամադրությունը կարող է կտրուկ փոխվել, առանց հստակ պատճառի։ Երբեմն ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչու եք նյարդայնանում կամ տխրում։ Սա կարող է ազդել կենտրոնացման վրա, եւ որոշ խցգետիններ կարող են թույլ տալ փոքր վրիպումներ կամ ուշացումներ, որոնք բարեբախտաբար լուրջ հետևանքներ չեն ունենա, եթե ժամանակին նկատեք դրանք։ Հատկապես զգայուն կլինի հարաբերությունների թեման։ Մտերիմների հետ շփման ընթացքում հնարավոր են թյուրիմացություններ։ Հին չլուծված հարցերը կարող են կրկին հիշեցնել իրենց մասին։ Նույնիսկ ամենասիրելի մարդկանց հետ կարող են առաջանալ տարաձայնություններ, եթե հույզերին ազատ ընթացք տաք։ Կարևոր է փորձել չարձագանքել կտրուկ եւ չասել այն, ինչի համար հետո կարող եք զղջալ։ Օրվա ընթացքում ձեզնից կպահանջվի ներքին սթափություն եւ ինքնատիրապետում։ Եթե կարողանաք ժամանակին կանգ առնել, շունչ քաշել եւ իրավիճակին նայել կողքից, ապա կկարողանաք մեղմել լարվածությունը եւ աստիճանաբար վերականգնել հոգեկան հավասարակշռությունը։ Երեկոն առավել հարմար է հանգիստ միջավայրի համար, միայնակ կամ այն մարդկանց հետ, ում ներկայությունը ձեզ իսկապես հանգստացնում է։ Այսօրը ձեզ հիշեցնում է, որ ոչ ամեն զգացողություն է պահանջում անմիջական արձագանք, երբեմն լռությունն ու ժամանակը լավագույն դաշնակիցներն են։